Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր կարևոր հարցերի շուրջ մենք կզրուցենք ծրագրավորող բլոգեր Պետրոս Մանուկյանի հետ։ Բարի երեկո, Պետրոս ջան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում ես։ Մենք փաստորեն տևական ժամանակ չենք զրուցել այս ընթացքում, ինչ ասես, տեղի է ունեցել եւ տեղի է ունենում ու մեր երկրում ու ոչ միայն մեր երկրում, ընդհանուր վերջին շրջանում զարգացումները շատ արագ են տեղի ունենում։ Մեր մոտ էլ գիտենք ինչպիսի ներքաղաքական իրավիճակ է, նախընտրական քարոզարշավին դեռ կա ժամանակ, բայց վաղուց այն մեր երկրում մեկնարկել է եւ օրվա իշխանություն կոչվածը բավականին ակտիվ է, ցավոք ուժ այցելում են իրենք, մի վիճաբանության կռվի է վերածվում դա, վերջին դեպքը դրա վառ օրինակն է, երբ անցած կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցի գնաց եւ դա վերածվեց միջադեպի, հետո բռնություն տղաների նկատմամբ, պատարակից հետո, ծաղկազարդի տոնից հետո, ու հետո փաստորեն տղաներին կալանավորեցին, նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, 2 ամսվա կալանք, որ չնայած նրան, որ տղան ունի առողջական լուրջ խնդիրներ եւ փաստել չէ, որ փաստորեն ինքը հարվածել է Նիկոլ Փաշինյանին, որի համար իրեն փաստորեն խափանման միջոց է ընտրվել կալանքի իր նկատմամբ, ինչ է նշանակում քո գնահատմամբ այս ամենը եւ արդյոք մենք չենք մոտենում այն իրավիճակին, որ ինչքան մոտենան ընտրությունները ավելի այս ամենը սաստկանալու եւ այս իրավիճակում հայ մարդը ինչպես պետք է իրեն դրսեւորի, փաստորեն մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ կալանավոր է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ բավական երկար հարցումներ են վստահաբար մեծ մասը չեմ հիշելու, սակայն նախ քիչ մի խոսենք դատական կողման է, լիբանան օրենքը միջազգային է, վստահ որ դու ոչ մեկուն չես կարող դատաբարտել եւ դատել իր մտածողության համար, եթե այդ տղան մտածում էր իրեն հարվածել իսկապես եւ չհարվածեց, աշխարհի օրենք չի գա որ մտածողության համար տուն մեկումը կարող ես տուն ցերպակալել դատաբարտել, ասիկա մեկ, երկրորդ ես դժգոհ չեմ որ օրվա իշխանությունը որ ես կգործեմ Փաշինյանիզմ, ես դժգոհ չեմ որ այս այցելությունները կուտա, ընդհանրակարգ ես շատ գոհ եմ եւ նույնիսկ հորդորեմ որ ավելի, եթե այս իշխանությունը, որ անկասկած մարդկության պատմության ամենից ցախող իշխանություն է, որևէ դրամապանական մարդ առարգայական, պիտի ընդունի հետս որ այս իշխանության նման ցախողած իշխանություն մարդկության պատմության մեջ չի եկած։ Ես կգարձեմ որ այս այցելությունները որ դվավ իրեն համար Անագանգալը որ գար, վատ անանգալ իրեն ներգայացուց հաշվարկի մեջ չի գար, որովհետև այս իշխանությունը որ եկավ, առաջին անգամ խոստումները տվավ, երկրորդ անգամ խոստումները տվավ, երրորդ անգամ խոստումները տվավ, եւ այդ խոստումները չիլակորձել են, բացի մոնատուչան տվավ եւ այդ խոսքերու մասին ոչ մեկը չի խոսիր։ Եվ հիմա հասկացած է որ ժողովուրդը հասկացած է։ Ես բարերգա որ չեմ սիրել օգտագործել, սակայն պիտի օգտագործեմ նվազագույնը։ Այս իշխանության ժողովուրդը ոչ թե չընդունիր այլ չի հանդուրժեր, չեմ ուզել ասել որ գծզվի, սակայն որտեղ ուժեղ բարե, սակայն իրողությունը այդպես է։ Նախ կուզեմ ողջունել Արմինե Սախոյանը, որ պատմական տուրը բացավ, բավական հանդուկն ելույթ մներ, եւ ես կգարձեմ որ այս իշխանությունը իր գախարտությունը, այս իշխանության գլուխը Վարշավետ Փաշինյանը, որ գախարտ է, smooth talking կսեն, այսինքն շատ գեղեցիկ լեզու ունի եւ գարա համոզել Հիմա հասկացած է որ այլևս չի կարող համոզել։ Բայց կներես Պետրոս ջան, այդ հանդիպումները որ տեղի են ունենում, իրենք շատ գեղեցիկ բեմականացումներ են կազմակերպում, չէ՞, գալիս են տատիկ պապիկները մոտենում են, շնորհակալություն են հայտնում, որ օրինակ թոշակն է բարձրացել 10,000 դրամով մինչև 10,000 դրամ, բժշկական ապահովագրություն են ներդրել եւ այլն, ասում են մենք ենք հիմա հիվանդի կողքին, հիվանդը մենակ չէ եւ նման շատ գեղեցիկ բառեր։ Մենք գիտենք որ հա դա կազմակերպված է, բայց արդյոք բոլորը կհասկանան, որ դա շոու է։ Գներեք ճիշտ այդ է հարցը, որտեղ բոլորը պաստորն ինքը բազգարգը քննեց եւ հասկացավ, որ Հայաստանի քաղաքացի ժողովուրդը հասկացավ, որ այդ բոլորը շոու է, հասկացավ, որ այդ խոստումները ոչ վիդեոլակորձ է եւ ոչ ագահավատա եւ իրեն իրականություններով արժեվ տրին, այս իշխանությունը խոճապած է, հավատացեք, այս իշխանությունը խոճապած է։ Ես գիտեք, որ շատ ուժեղ գահավատամ դեմոկրատիայի ժողովրդավարության, երբեք բռնության եւ այլ գերբերու չեմ հավատալ։ Սակայն պիտի հասկացված է որ ներկա ընդրական օրենքը չարդացել էր ոչ մեկ կերպով ժողովրդին գամքը ինչ էսել է եղել եթե տուն ցախողեցար չասար շեմը կուցայները պիտի անցնին այլ կողմի շատ
նորմալ բարձ առաջարկ մի թե իշխանությունը համարցակ ինքնավստահ որ չէ, շատ բարձ ես օրինակ մգրդամ առաջադրել։ Ամեն մեկ մարդ որ գնդրե, կրնա մեկ որուն գուզե ընդրել եւ երկրորդ որում բացարձակը բես չուզեր ընդրել։ Ես ես այդ կրավի ու կամ եթե այդպեսի օրենք մը գիրարգեն, այս իշխանություն անգարի որ աստի։ Անկամ եւս կրտները որ ես բռնության գոչելուն չեմ հավատար, ես այսպես կդրապանեմ։ Այս իշխանությունը հասկացած է որ նույնիսկ եթե այս սևերով, այս ընդրական օրենքով իշխանության հասնի, շատ մեծ հավանականություն իշխանությունը չի շարունակե, որտեղ ժողովրդին իսկապես որ համբերությունը հատած է, դարձել որ դեգուս եթե այս ընդրությունը շահի մի գեր Նաև չի պիտի կարող շարունակել, ես գարձեմ որ ժողովուրդը պիտի մերժե։ Այսինքն եթե հիմա վերընտրվեն, հա, թե չէ իրենք ասում են մեծամասնություն պիտի կազմենք։ Արդյոք դա հնարավոր է, եւ եթե օրինակ կեղծիքներով կամ ինչ-ինչ ճանապարհներով դա անեն, երկար կյանք չի ունենա։ Նույնիսկ գեղձիկի հարգավոր չէ։ Այս օրենք ինքնին արդեն արվեստական գեղձիկ է։ Օրենք այլանդակ է, աշխարհը ո՞ր մեկ փնական դեր է նման օրենք ներկայացնես, այս օրենքը չի վավերացվի։ Անգարևոր վավերացի ժողովրդին գամքը, որովհետեւ ժողովուրդը որտեղ ընդրական օրենքը արդեն այլանդակ գեղձիկ մնե արհեստական ժողովրդին գամքը քողանալու Չի պավեր խոստումներ դրվեցավ այս իշխանությունները եւ այդ խոստումներում մասին չխոսվի դունես այլևս։ Հիմա ես գներեք փոքր մեջբերումը բիդենեմ սպիրկին, կգարձեմ որ Հայաստանի մեջ փաշինյանիզմի մոդիկ զինագիստները շատ լավ հասկացած են որ այս իշխանությունը ոտքերը կխաղան եւ կփորձեն ցևով հերավորություն բայել։ Սպիրկի իր զինագիստները որ փոքրամասնություն են սպիրկի մեջ, դժբախտաբար իրենց չեմ ուզել գոչուղել որտեղ արդեն ինչպես կսեն կորձեն անցած է շատ ուշ է սակայն սպիրկի իր զինագիստները դակամին չեն հասկանալ որ փաշինյանիզմի ոտքը շատ խախուդ է եւ իրենք շատ ուժեղ մեջտեղ պիտի մնան իսկ Հայաստանի մեջի որը շատ ավելի կեպի վրա խոնաման գուսակցությունները փոքր գուսակցությունները որ խնդալիք են իհարկե այսինքն գուսակցությունները որ ինքը եւ գինը եւ մեկ զավակը այդ գուսակցության կողմն է հավանական է երկրորդ զավակը չէ 3-4 այդ մարդիկ հասկացած են որ այս իշխանության ոտքը խախուդ է սպիրկը դակամին չեն հասկացած եւ իրենց բոլոր հագիտները ազգովնի մեջ դրած են եւ շատ ուժեղ հարվածի գներեք քիչ միևս պիտի ընդարձակեն քիչ մնույթեն շեղին Փաշինյանիզմին օգուտներն պիտի բերեն որ դիմակներ բادرվեցան հայասկի մեջ եւ դժբախտաբար շատ ավելի մեծ կանագ են մեծ դողոս ինչ որ ես կամ շատերը կպատկերացնենք ես երբեք չէի պատկերացնել որ ասկանեն վերջը դակավին պիտին հայ մագանուն գրող մարդիկ որ աս տեսակ իշխանության կսադարել լա Հայաստան եւ լա սպիրկ եւ դժբախտաբար կգարձեմ որ այսօր հավատացեք որ կգարձեմ որ հայեր կան կամ հայ ասկաուներ գրող որ գմախտեն որ այս Հայաստանը վերանա ինչու որտեղ Ռաշկոմ եթե այս վիճակը դուրս կանք իրենց վիճակը շատ ներբիլի լա բիդի չի գնան եւ կգարձեն որ իրենք ներկուստ գմախտեն որ Հայաստանը վերանա որ իրենք ցեվով աս խնդրի մեջ որ ինքան ելնելու սակայն ասեմ որ ես կավդամ հրաշներու ես կավդամ որ Հայաստանը չի վերանալու եւ այս վիճակը դուրս գալու եւ այնուհետեւ հաշիվները շատ կոնե բարյաբես շատ սիրվիլան եւ ոչ մեկ ոչ չեմ ուզել ուղղել սպիրկի որ այդ սպիրկի ռիզնագիստները որ իրենց ընտածքը փոխեն որտեղ արդեն շատ ուշ է թող շարունակեն արդեն եւ այլևս իրենց սկսածնող չբիլը խնդրեմ հրամեցեք հիմա որպեսի Հայաստանը լինի գոյություն ունենա բարձր որ Փաշինյանը պիտի գնա միանշանակ հիմա ձեր կարծիքով արդյոք այն պնդումը որ նա տանում է Հայաստանը դեպի թրքացում կհամամիտեք այդ պնդման հետ Ես չեմ ուզել մարդուս մտածողությունը իրենք են ասում իր գինը Facebook-ի վրա գրալով մտրա որ ինքը Էրդողանի քիրքը գարտացած է շատ աջելի է վերջը վերցուց Փաշինյանը ինքը Վարշավետ Փաշինյանը ինքը գխոսի թրքական խաղաղության մասին Էրդողանի քիրքի մասին նկարված եւ ինքը գսե որ շատ լավ քիրք է մի երտան մի քիչ յետև գներեք մեկ տար առաջ հայերը նախքան չարտը այս բոլորը կան հայեր որ գնահատեսեին կսկուշացնեին եւ կան հայեր որ այս ասչան անխոհեմ էին խոսեին թրքական Թուրքիայի հետ վաճառականության մասին գներեք գիտեք ինչ է դարբերությունը այսօրվա եւ երեկվա ցեղասպանության առաջ երի թուրքերը իրենց մտածությունները գտակցնեին սիրուն խոսքերով մեզ խապեին զարմանալին ան է որ չեմ գնալ հասկանալ որ այսօր Էրդողանը եւ Ալիևը եւ թուրքերը եւ ազերները իրենց մտածությունը բացահայտել են իրենց ճշնամական գարդահայտեն եւ մենք դաղավին կընտրենք հավատալ իրենք են ասում ինչու է այդպես Փաթադրություն չի մեր ժողովուրդը չի հասկանում որ չկա խաղաղություն ոչ այդպես չէ Հերմինե մեր ժողովուրդը հասկանում է ահա եկած է բանը այդ
արձելությունները որ դվա վարչապետ Փաշինյանը հավատացեք որ շատ վատանանցալի արժև չէր սпасեր եւ եթե նկատեք վարչապետ Փաշինյանը որ ժամանակի ինչպես է smooth talker էր քրեցիկ խոսեր գահամոզեր հիմա հասկացած է որ այդ մեկը չի գա եւ ինքը հստակ է որ իր գոմ մեծ է այս տակտիկային է թիմում գրիվե սարկում շատեր գարձում որ հիստերիա է ասիր չղեր գործություն ոչ ուրիշ ջարչունիս եւ որտուն ջարչունիս եւ որ հասկացած են ամեն ինչ այսօր այս իշխանության լավակույն զենքը ադերությունն է այս իշխանությունը որ եկավ գարկախոսով որ սիրով համերաշխություն սիրա եթե եւ հայացքի մեջ եթե լինի սիրով համերաշխություն ինքը մեկ ռոբե չի դիմանալ իրենք միակ զենքը ադերությունն է հայուն բիդի ադե ինքը դագավին բիդի խոսի ամ որ իրեն դիմատիրը բիդիսե նախկիները Քոչարյանը եթե գուզեք անդեր գվերատառնանք այս իշխանության երբեք ցերնդու չէ որ հայացքը համերաշխ լինի եթե հայացքը համերաշխ լինի բարակդում են եւ ադերությունն է սերմանում ինչ կնշանակի եղել այսպես Որևէ երկրի մեջ ասի եթե քրեական օրենքը լեյպորտուն ուղագի այսօր մարդիկ ելնում են ցանցարցակ օդասետի գիսեն աս անցիոն հանդուկն Արցախ հայերուն այսպես դիտակավորում ասում Արցախ հայություն այսօր ես մարդոց հետ խոսիմ Փաշինյանիստներու հետ նույնը կդառնա Արցախության թեմ ադելություն եւ սպիրկայերուն հանդեպալ սպիրկայերուն ալ գուզեմ խոսքը դուք չեք հասկանում որ Հայաստանի մեջ աս ներկայ իշխանությունը եւ որ սպիրկայը խոսի մեկ բան գնե Քեզիկի պետագավորը այն գուսակցության որ ես քաղաքապարավետ չեմ պատկանել չեմ ուզել ես գուսակցությունները աններ դալ հիմա սակայն ինձ ասում է տուն նրանց կողմին ես հայրական գուսես որ ավասիկ փաստերով ես այդ գուսակցության քաղաքապարին չեմ պատկանել ցերնդու չէ այս իշխանությունը ընդրած է ադերություն որտեղ ադերությունը գպերը գոյություն եթե կա ծայրագություն դոգմատիզմ անտագոնիզմ եւ ադերություն ժողովուրդը կդառնա գույր ինքը ընդրում է հենդիլ իր pedagogan լեզագին եւ որոշ դոգոսմը ադելոններու որտեղ հայացքը սկսած է իրարու ադել եւ ասիգա ցեզի մի բանևը ցսեմ գներեք երկարեցի եթե այս իշխանությունը հերանա մենք 100 տարի գուզենք այդ վնասները որ հաստուց անեթարմանենք բարիաբես հոգեբես այն քաղաքապարներ հանդուկն որ ես երբեք այս միրգի մեջ երբեք չէ պատկերացնում որ Հայաստանի մեջ այսպիսի քաղաքապարներ կխոսվի Եթե նկատեցիք Պետրոս ջան Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպման ժամանակ չէ Վլադիմիր Պուտինը իրեն ասեց որ երբ որ դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում ինքը շեշտեց մենք ճանաչեցինք երբ որ դուք ճանաչեցիք դրանից հետո այսինքն ու հիմա կա չէ սովորություն իրենք ասում են դե Փաշինյանը չի հանձնել Ռուսաստանն է հանձնել այսինքն մակրագործում են Փաշինյանին դե նախկինները հանձնել էին Նիկոլի ջեբը գցեցին եւ այլն նման խոսակցություն կա ու իրենք ամենաշատը նյարդայնանում են Արցախի թեմայից նախ Արցախ բառը իրենց մոտ արգելված է ու լրագրողները կլինեն կամ հանդիպումների ժամանակ երբ որ նույն մեր Արմինեն էլ Արցախի հարց է կամ մեր Արցախի այն հայրենակիցը ով որ չէ մետրոյում անդրադարձավ Արմինեի հարցից հետո ինքը արդեն փորձում էր ցույց տալ որ հավասարակշռված է բայց դրա հաջորդ օրը երբ որ Արցախցի կինը արդեն իր դեմքին շպրտեց ճշմարտությունը ինքը էլ չդիմացավ Կարգավարցեվով Այո իրենք հենց Արցախ բառից նյարդայնանում են հիմա ուզում եմ հասկանալ լավ վաղը մյուս օրը որ ասենք Պուտինը ասի Սյունիքը Ադրբեջան է Շիրակը Ադրբեջան է դու պիտի թութակի պես կրկնես հա դու չունես ոչ մի բան թես ով օտարը ոնց ծառայի այդպես էլ բան ես անելու հա մատուցելու ես դու հայ ժողովրդին սա էլի արցախցիների նկատմամբ այո ատելությունը կա ու Արցախի մասին թեմաներն էլ իրենց համար այսպես բան էլի նյարդայնանալու առիթ է իրենց թվում էր որ հայ ժողովուրդը պետք է շատ մի քանի ամսում մարսի Արցախի կորուստը էլ չգիտեն որ ոչ միայն չի մարսում այլ այդ պահանջատիրական դիրքերից հանդես է գալու հայ ժողովուրդը շատ չդակ մի քիչ հարցումը ուրիշտեղ դարիք այո Պուտինին եւ Փաշինյանին այս վեճը ես այսինքն ես ինչի կնմանցնեմ հավ գիտեն չէ թե հավ գիտա հավեն հստակ է որ երկու դալ աս վիճակը հաստուցիկ հստակ է որ երկու դալ մեղավոր եք այսինքն գնմանի մեր ասկային ժողովի վեճերուն որ այսօր մեր քաղաքական դիսկուրսը գիտես ինչ է ոչ մեկը իր ռադը չի պաշտպանել մեկը գսես որ դու այսպես ես կպատասխանի որ դու այսպես ես մի հատ բարձ օրինակ բերեմ երկու առաջ ասկային ժողովի TV2 Ռուպինյան մի հատ վիդեո դեսա ասում եմ որ 100 տարի առաջ տաշնակցությունը նույն բանը արավ լավ հասկացանք ես տաշնակցության պաշտպանելու չեմ եկած այստեղ սակայն դուք այսքան մեղք եք կորձում այսինքն ձեր արտարացումը անի որ 100 տարի առաջ տաշնակցությունը նույնիսկ սխալ արած է մեր քաղաքական դիսկուրսը այսօր այսպես ամուլ է ոչ մեկ արդյունք նույնիսկ ասկային ժողովը
ոչ մեկ քննարկում, ոչ մեկը չարտարանար։ Մեկը գսե որ այսպես արիր, դիմացինը գսե որ դու այսպես արիր։ Բայց իրենք չեն էլ ընդունում, որ որևէ մեղք կունեն այս ամենի Ոչ, մեջ։ չեն Իրենք ասում են մենք վերջապես պետություն ենք ձեռք բերել, ինքնիշխան պետություն, մենք ֆորպոստ էինք, վերջապես մենք իդեպ եղել է կարծիք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ենք մենք անկախացել, այսինքն երբ որ Արցախը վերջնականապես իրենք հայտարարեցին ու հանձնեցին, չէ, արցախցիների ցեղասպանության օրն էր, այդ էթնիկ զտում էր տեղի ունենում։ Իրենք թշնամաբար կանգնեցին, հայտարարեցին, թե 2023-ի սեպտեմբերի 19-ից ենք մենք անկախացել։ Սա որևէ բանական մարդու ուղեղում չի տեղավորվում սա։ Այդ կնշանակի ինչ որ ես ասի, որ այս օրվա իշխանության քաղաքական ջարը լրիվ սանանգացած է չգա։ Այսօր միակ իրեն ջարը պիտի ավելի այսպես ցնացնեն ադելություն, բալակդոմ, անտագոնիզմ հայ ժողովրդի միջև, սպիրկահայ, հայաստանցի, երևանցի, արցախցի։ Եվ ես ուղղակի կզարմանամ, որ մեր վարչապետը ինքը ավելի ջարմիկ, ավելի խորամանկ, ես չեմ հասկանում իսկապես ինքը ինչպես կդրամապանե, որ ինքը իր միակ նշանապանը, որ ժամանակերտը հաբարտացած փոքրացած Հայաստանի քարտեզով, Բարձենում է դեռ։ Բարձենում է, ինչ ես ուզում ասել, Հայաստանը որ 40,000 կիլոմետր Արցախով 1/3-ը գործընթացին, այդ ինչի է բարձենում։ Սակայն հավատացեք, շատերը հիմա բիդեսեն որ Պետրոսը չափազանցում է, հիմա մեզի ասում են հորեդես ենք եւ այլն։ Սակայն հավատացեք, եթե սենց շարունակվի, չեմ չափազանցում, օրը պիտի կա որ ազերիները պիտի առնեն կասկադը, եւ մեզի վարչապետը որ բոլոր մեկ քաղաքական ջար ունի, ոչինչ իշխանությունը ոչինչի ջարով, պիտի որ ոչինչ կասկադի գիները տանգեն, մենք օպերան ունենք եւ հավատացեք որ պիտի լինի հավատացող։ Հայաստանի մեջ քաղաքական ջարը, ասեմ ցեզի որ Հայաստանի քաղաքական տաշն ընդհանրապես գներեք, ես եկած եմ Լիբանանեն որ քաղաքական ցախող դպրոցի եկած եմ, ոչ թե հաճող Լիբանանը գծագրվի քաղաքական ցախող, եթե պարտադենք Լիբանանի քաղաքական ցանկը եւ տաշտե սպեկտրումը եւ Հայաստանը ահավոր ցախող է գներեք, եւ այս ցախողության շնորհիվ է որ Փաշինյանի մասը նշանակվի, եւ այս բոլորը բոլշևիզմի հետևանքներն են, որովհետեւ բոլորը իշխանության են ցկտում, ոչ բոլորն են մտածում հայրենիքի մասին, բոլորն ուզում են իշխանության գալ, դա է բոլորի ուշքում միտքը փաստորեն։ Բայց ինչ իշխանություն պիտի մնա։ Հայաստանը 8000 պիտի մնա պիտի բավարարվի, որովհետև մենք չենք հասկանում Հայաստանի այն դարածները որ սովերեն են, որ վեճի բարձ չեն Հայաստանի մեջ այսօր մտած են Չերնուկ եւ այլն։ Անոնց մասին մեր վարչապետը չի խոսում եւ ասում է որ գարժի Չխոսում է, ասում է սահմանազատում, սահմանակցում կլինի, իրենք հետ կգնան, չէ՞։ Չէ, դες բան չէ, եթե նույնիսկ ասում է Գամ ինքը միամիտ է, որ ինքը միամիտ չէ, կամ մեզը միամիտ է, տունում, Ալիևը դեն չի ասում, Ալիևը ասում որ Երևանը է, մի հատ հայտարարություն ասեցիք, ասում ենք ոչ մեկ դեղի չքաշվելու մտադրություն չունենք Ալիևը եւ չի տակցնում։ Ինչ խաղաղության մասին է խոսքը այսինքն։ Մեզ ինքը ասում է որ ոչ մեկ վալոշում պիտի չառնի առանց որ 3 միլիոն վարչապետ ունի։ Մեզ շատ բարձ հարցում, ես Հայաստանի քաղաքացի։ Այսօր իշխանությունը շատ բարձ հարցում գուղեմ։ Եվ ոչ մեկը չուղերգոր։ Գրնա պատասխանել հայ ժողովրդին Հայաստանի pedagogian 300000 ազերի պիտի կա, չի պիտի կա։ Ալիև երբ որ այդ մասի խոսում է, դու գդրուկ մերժում ես, թե դաղամին այդ բանակցությունները դան, այդպիսի հավանականություն կա, ինչ է ընթացքը, ինչ է խոսում։ Բայց կներես ինքը ասում է, Ադրբեջանում խոսում են այդ մասին, որովհետև մենք էլ այստեղ էլ Հայաստանում խոսում են Արցախ վերադարձի մասին, Արցախի մասին, դրա համար էլ այնտեղ արևմտյան Ադրբեջանից են խոսում ու ադրբեջանցիների փախստականների վերադարձից են խոսում։ Բնականաբար ոչ, որտեղ նախ pedagogan մագարտով մենք ադի չի խոսում։ Ուրեմն եթե ամեն մեկը բան խոսի, ադի իրավունք չունի հիմքներով այդպեսի։ Ադրբեջանը pedagogan մագարտով է խոսում։ Ադրբեջանը ես լսած եմ դեղի որ մի հատ մեծ շենք մգա ու տահարգանի որ նրա մասին է ծրագրում ինչ է լավակույն մարտավարությունը զինվորական չէ թե դիվանագիտական չէ թե ինչ ծևով չէ թե իրավական որ ասել 300000 ազերի պիտի բնակեցնի։ Այո, իշխանական падգամավորներ են խոսում այդ մասին Ադրբեջանի։ Բայց Ալիևն է խոսում է ինչ կա որ խոսում են իրենք pedagogan մագարտով խոսում են չեն երկում դա մեր իշխանությունը այսօր թափանցիկ ես իրավունք չունիմ մեր հայ ժողովուրդ 3 միլիոն իրավունք ունի թափանցիկություն բանջելու այս իշխանությունն որ գիտենք որ այսօր գիտեք այսօր վարչապետ Փաշինյանը քաղաքացիը մի հատ բան ասա որ ուղղակի ձիզաղելի է եւ լալու է ասա որ ես աչքի նայելով խոսում եմ դալիս Միմա մենք ինչ հավատանք որ 3 միլիոն Հայաստանի մեջի բնակիչներ եւ 13 միլիոն հայերուն ինչքան խոսում ուզես գուդար
Մենք կարող ենք այդ խոստումի վրա Չէ, հենվել։ իհարկե, ինքը մի օր ասում է Արցախը Հայաստան է, հետո ասում է Արցախը Ադրբեջան է։ Ու ով կարող է, ես չգիտեմ, նորմալ մարդը ո՞նց կարող է Նիկոլի խոստումներին հավատալ։ Այսօր ասում է Հայաստանի տարածքը այսքանն է, վաղը մյուս օրը կարող է ասի Հայաստանի տարածքն առանց Սյունիքի է, պիտի Սյունիքը տանք, որ Ադրբեջանը չհանձնվի։ Նայ, դու Պետրոս ջան, խոսեցիր այդ քարտեզների մասին, որ չէ, բոլորը իրենց կրծքավանդակին փակցրած այսպես շատ հպարտորեն քայլում են։ Դա ինձ թվում է կոնկրետ Ալիևին ցույց տալու համար է, որ տեսեք, մենք Արցախը ջնջել ենք, հանել ենք, չկա էլ Արցախի մասին չենք խոսում, խաղաղություն է, 99 տարով խաղաղություն ենք բերել, ասում է, բայց հետո էլ ասում է մենք եթե չլինենք իշխանության, պատերազմ կլինի, սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե մենք չլինենք մենք խաղաղության ուժն ենք, մյուսները պատերազմի ուժեր են, կոնկրետ պիտակավորում են տալիս։ Եվ սա կարող է, չէ, մարդկանց գիտակցության վրա աշխատի, չգիտեմ։ Եթե մի քիչ խորը մտածեն, չեն հավատա Նիկոլի խոսքերին, որ մարդը ահաբեկում է մեզ, ժամանակին ասում էր, թե Ստեփանակերտը տվեցինք, որ այսքան զոր չունենայինք, այս տվեցինք, որ հա չլիներ, բայց լավ, այսքանից հետո այս մարդուն դեռ հավատացող կա, ուզում եմ հասկանամ։ Եվ այդ քարտեզները իրենք բաժանում են հիմնականում դպրոցական երեխաներին։ Հիմա օրինակ, եթե Պետրոս ջան, քո երեխաներին տային, կթողնեիր վերցնեին։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Տեսեք, ժողովրդին հավատալու եւ չհավատալու այստեղ շատ խորքային խնդիր ունենք մենք այստեղ եւ ինչպես էսի որ շատ թիմակներ բادرվեցան։ Գիտեք ինչ, ես այսպես եմ մոդենում, ոչ մեկը չի հավատում։ Սակայն մի մաս կա որ անդարբերը, ես օրինակի համար ես շատ կշփվեմ, գներեք եթե գիշմ ես Ջապան խոսվածները, որով ես կփորձեմ փոխանցել ժողովրդին դրամատուրգները, ես որ Էջմիածին Երևան գուքայի այնտեն Սրբազան Բայկալի շարժումին ուրեմն վեճելավ Փաշինյանական 4 տիգին մեկը ինձ իսա որ չէ, իր 4 տիգին էին իր կոմինն ասա որ այդ քյուղերը մեզի պետք է անբետ քյուղեր են որ դանք բրձենք Կիրանց եւ այդ այո, այդ 4 քյուղերը բա կարևոր դիրքերը այո եթե այդ քիրքերը կարևոր չեն եթե այդ ինչու Ալիև այդ քիրքերն համար բادرազմի է սպառնում եթե այդքան անիմաստ են ժողովրդի մի մասը գա որ հաշտված է ես այս քիրքի մեջ ասի երբեք չեր անցներ բայց ուղղակի ես չէի ուզում հավատալ որ Հայաստանի վարչապետը մի քանի տարի առաջ գիմը իրեն ասավ որ թուրքերը այստեղ գմտնեն որ իրավունք չունի մտնելու երկու վտանգավոր դեպք եղավ այստեղ վարչապետ Փաշինյանը հանդիմանեց ասավ որ դիգին դուք չեք որոշեր թուրքը ուր գմտնե չի մտներ չեմ կետելեսեցիք ես էդի ինչեւ չեմ ուզում հավատալ ասի չի ամենը վտանգավորը անե որ շուրջի ժողովուրդը Խանտավար Զապարեշ Փաշինյանի որ ինչ խորհրդալով որ այո դուք չեք որոշում վարչապետ Փաշինյանը կուդեղը տարավ որ դուք ուզեիք մտնել տուն չես որոշել Մենք հայ ասկի ինչ պատադի չեմ գիտեր եւ այդ հայ ասկը որ այսօր վարչապետ Փաշինյանի հետն է չեմ գիտեր ինչ հաշիվներով դերևս իներեն վախունի դերևս չեմ գիտեր չեմ գնալ բացատրել առաջինը դուք մի դիլակ եթե ձեզի 300000 ազերին կա Մեր վերջավորությունը կգարձեք որ ազերի հարևան որ ունենաս պիտեսի որ չի ասի Փաշինյանիստ է ասի Փաշինյանի կողմնակից է ոչ մեկուն չի խնայելու եւ դակամին գսեմ այսօր բարձ արծում հասարակություն ես իբր Հայաստանի քաղաքացի ուզում եմ հասկանալ մեր վարչապետն 300000 ազերի պիտի կա եթե 300000 ազերի պիտի կա ես չեմ պատրաստվում Թուրքիայի հետ միասին հարևանություն ունել ես կցկեմ գտամ լիբանան ես իմ ընտանիքից ոչ չեմ անցած ինքնասպանություն է բայց կարևորը այն է որ կանխենք իր իշխանության գալը Ես հավատում եմ որ այս իշխանությունը չի պիտի շարունակի նույնիսկ եթե ընդրությունը չեմ բնության գոչ չեմ անում սակայն ռեալ ժողովրդին բաժակը հորտած այս իշխանությունը չի գնալ շարունակել անգարելի է ժողովուրդը հասկանում որ այս իշխանությունը Հայաստանի եւ Հայաստանի մահն է ինքնագահ որ չի կարող շարունակել Ավելի արջև է գարձել ու հետաքրքիրն է որ իրեն երբ ձեռնտու է մի օր արևմտամետ է մի օր ռուսամետ է գնա չէ ասում է մենք ով է ասել որ մենք բան ենք գնում արևմուտք ենք գնում հետո գնաց Պուտինի հետ հանդիպման մինչև այդ ասում էին փողը տվել ենք զենքը չեն տվել զենքը պիտանի չէր ռազմի դաշտում չի կրակել հիմա էլ ասում է ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ պիտի խորացնենք լավ էս մարդը չգիտեմ նույն իր այդ զոմբիները
որ հավաքված են, չէ, կանայք կան, կանանց մի խումբ կա, կանայք էլ, տղամարդիկ էլ, որ մի հատ վիդեո ես դնում էջի, մեկ էլ հարցակվում են, ինձ ինչ հայոյանք, ասես գրում են կանայք, իմ էջին գրում են։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, լավ, այդ մարդիկ չեն տեսնում, այս Նիկոլը ինչ է անում։ Ապա մի քանի օր առաջ էր լրագրողներից մեկը շատ տեղին հարց տվեց։ Չէ, մեկ այլ Ռուսաստանի հետ հարաբերությունում, ասում է, այստեղ դուք ասում եք Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել մեր դեմ, մեր թշնամին է եւ այլն, գնում եք այնտեղ ուրիշ բան եք խոսում Պուտինի հետ, մենք ո՞նց էս հասկանանք։ Հիմա լավ, մնացածը հասկացող հատվածին չի վերաբերում։ Ես ուզում եմ այն, ովքեր էս 7-8 տարի պաշտպանում են այս իշխանությանը, չեն տեսնում այդ մարդը ամեն օր իր խոսքը փոխում է։ Մի օր արևմտ պետք է խաղալ արևմտամետ է խաղում, ռուսամետ է պետք լինել Պուտինի դաբրոն ստանալ, կգնաք ասի ռազմատեխնիկական էլ, մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու եւ այլն, նման խոսք։ Իսկ ադրբեջանահու թուրքամետությունը էդի կա ու կա, դրա մասին խոսք չկա ընդհանրապես։ Լավ, ինչպես կարելի է չնկատել այս ամենը։ Էլի ասում եմ, ասվիճակը երևի մի հատ շատ ուժեղ հոգեբան պետք լինի, որ աս հոգեբանությունը պատադրե, որովհետեւ դերևս ես որովհետեւ սպիրկային եւ դերևս դուք շատ ասկային եք, չեք կարող հասկանալ։ Մեզ համար ուղղակի անհասկանալի է, սակայն ինչպես ասեցի, թիմակներ բادرվեցան եւ ասիշխանությունը երտալեն վերջ մենք 100 տարի գուզենք այն բարոյական հոգեբանական վնասը որ դվավ մեր հասկացողություններուն, մեր սրբություններուն, մեր ասկային արժեքներուն եւ ըմբռնումներուն, այն վնասը որ դվավ միայն աստեղը չէ, գիտեք ինչ է վտանգավորը, որ այսքան բաները սա որ թրկական եւ ազերիական թեզեր են եւ այսքան ժողովուրդ իրեն բահեց Արդյոք ժողովուրդը հասկանում է, որ մեզի դիվանագիտական ինչքան վնաս տրվեցավ, որովհետև pedagogan մագարտակով այս խոսքը խոսվեցավ եւ ժողովրդի մագարտակով Հայաստանի մեջ ընդվզումներ չի գային եւ հանդուրժեցին հայկական արածը գեսե որ չիլացող մանգան գաչեն դար արաբերեն ագեսե որ ադիրադի այսինքն դատավոր եթե ինքը համացայն է ասելիք չի գա նույնը սպիրկի մեջ շատ ավելի մեծ գարձեի ալիքը գամ գանագին գալեի որ չի գա անհատներ են որ բարկարում իհարկե կան գուսակցություն ամենամեծ գուսակցությունը որ ինտիմատիր է սակայն եթե գուզեք խոսել ընդրության մասին իրենց վերջին քայլը ինձ ընդանավես թուր չգավ եթե գուզեք խոսել ադոր մասին կարող եմ խոսել Ինչի մասին է խոսքը որովհետև ես դակամին չեմ կարող հասկանալ ինչպես այսօր դաշնակցության մասին ես դաշնակցության գեցվածքը որ ինքը ինտիմատիր է Վարչապետ Փաշինյանին գողջուն եմ հակառակ որ ես ուրիշ կուսակցության քաղաքանին կպատկանիմ սակայն իրենց մինչև գողջուն եմ այդ գեցվածքի եւ կհամակորձակցին սակայն իրենց վերջին քայլը եւ հակակոչարին այս տեխնատուժուն տնել ես ուղղակի չեմ կարող մարսել դե իրենք նույն մինչև հիմա Հայաստան չէ բայց Այնշտայնը գսե որ իդե նույն բան 100-ական փորձեց նույն արդյունքի մի դասից արդյոք 2021-ը բավարար որ հասկանամ որ Հակա Կոչարյանը հարկամպես իրեն իր տեխնոլոգիան առաջադրելով եւ իր բազը մեծ է միայն մեկ բանի գնաբաստ է որ Վարչապետ Փաշինյանին վերջապես դրվի կարողական հիմք որտեղ Վարչապետ Փաշինյանը ունի ոչ մեկ քաղաքական ջար իր միակ կարողությունը որ նախկինները տալանչիները եւ այլն տուն իրեն զենք տվիր այսինքն տուն իրեն քաղաքական վերջապես մի քաղաքարտի որ կարող ինքը անուն վրա աշխատել եւ կարողություն հիմնել ավելի ճիշտ չէ Գիտնալով որ Տաշնակցություն եւ Նախագահ եւ բոլորը հասկանում եք եւ ես չեմ ուզում կասկածել ծեր մտածողությունը ուզում եք Հայաստանը բրգել Ավելանչելար դուք մեկում կաշվեիք կուլիսին եւ բոլոր ուժով կոնե աչակցեիք Սամվել Գարաբեդյանին կոնե որտեւ այդպես ժողովուրդ այդքան չի խրճիր կոնեմը Եթե գարդունեք նաև ես կուզեմ մի հատ հորտոր դալ ասկային ժողովրդական փևերին գիտեք որ ես փևերին շատ աներ կանտադեմ ալ այսինքն ես կողջունեմ որ փևերը լիբանանյան կամ սպիրկյան բանով չի մոդենար որովհետև ես իրեն շատ աներ կկանտադեմ ես սակայն ինձ հետ գաբերը չի խզեր չի նեղած կոդեր գիտեք որ շամ կնադեմ մի որ դեղին է սակայն միլան արարգայական 2-3 բան հանկրվանի մեջ փևերը ինձ կարող ես գիտեք որ խոսիմ ինչ որ գամոզիմ մաշադեր ինձ որ գսեմ որ ես փևերեմ փող գարդեմ եւ այլն այդպեսի գիտեք այս հիմարապանությունները սակայն շատ լավ էր իր գեցվածքը այն օրը բարոն Բաբյանին ինձ հետ կխոսեր բավական ինձ թուրեգավ իր այս մոդեցումը հսա որ մենք եթե տեխնատուժություն տնենք եւ շանսնինք շեմը գրնալալ որ մեր ցայները Փաշինյանին կան առաջին բանը որ հարկեցի փևերին երբ որ Պակաց Սեպազյանին շարժումին միացավ գիտեք որ շատերը կանտադեցին սակայն ես շատ ավելի ինչպես խոհեմ եւ գիտագից դեսա որովհետեւ այդ բարակային պիտի միավորեր այսինքն ինքը իր գոչը որ համախմբումի անգես գտնվեցավ
Հիմա էլ իր գոչը տրիպի բահով նույնպես փևերը որ իրեն գիսեն որ արմդյան կորցակալ է, CIA, սորոսական է, մասոնական է, սիոնիստ, ես բոլորը գիտենք, սակայն անգամ եւս ինձ փաստեց այսինքն ես այդպես ծրի ռոպագանդ չեմ անում դեպքում սակայն փաստեց որովհետև ինքը այդ տրիպը որ տեսա որ հայ ասկի շայրում թեմ գնա ինքը ամերիկային Թրամփին հովանած բանին թեմ գեցավ ուրեմն աստեղ կա 2-3 կեցված որ թևերը առողջ ես իմ հորտորս ասկային ժողովրդական փևերին որ առնե երրորդ առողջ կեցվածքը մասնակցի ոչ թե չի մասնակցի այո մասնակցի եւ coalition գազմի այլ աչողոմյան արեմուդամետ ասկային ուժեր ինչի որովհետեւ աս բարակային եթե այսպես լինի ընդրությունը Փաշինյանը բիլիսե որ ես միակ տեխնատուս ինտեմ Քոչարյանն եւ Ադովրաբի դիմնվի ես գոչես ասկային ուժեր այլընտրանք բևերը աբրես այս ընդրությունը անպայման պետք է ասկային արեմուդամետ ասկային ուժերը պետք է մասնակցին այմ պևեր եւ աս առողջ ուժերը իմ հորտորս եւ ես պևերի անդամ չեմ ես խոշունիմ սեղան ես հորտորեմ որ գմախտեմ որ հուսամ այսօր իրենք այդ որոշումը առնեն որ մասնակցին ընդրության եւ հավատացեք շատ մարդ մի տեսնեք իրեն գողքին որտեղ ժողովուրդը ծարավ է այլանդրանքի եւ ասկային ժողովրդական պևերը այմ աչողոմյան ուժերը ասկային ուժերը մեծ հնարավորություն կա որ հիմա կան խաղան եւ տաշտը բարապչիցկյան վակուում չթողեն խնդրեմ հրամեցեք հիմա ինչ ես կարծում օրինակ այս սպառնալիքը Նիկոլիկ աշխատի որ եթե մենք չլինենք իշխանության ավելի ճիշտ շանտաժ կոնկրետ ժողովրդին որ հա մենք չլինենք կլինի պատերազմ բայց իրենք իրենց հակասում էին մինչեւ այդ ասում էին մենք տրիպ ենք բերել ծրագիր, որը երաշխավորում է, իրենք ասում էին 99 տարվա խաղաղություն, 100 տարվա խաղաղություն ենք բերել, ասում էին ոչ մի իշխանություն նման բան չի արել, այդ բայց ձեր բերած 100 տարվա խաղաղությունը այդքան կարճ կյանք ունի, այսինքն 100 տարի դուք պետք է լինեք իշխանության, որ խաղաղություն լինի, հա? Ու ժողովուրդը արդյոք կտրվի այս շանտաժին, բայց խնդրեմ, հնամեցեք շարունակեցեք հարցումը, խնդրեմ։ Ես շատերից լսում եմ, որ բանը, եթե Նիկոլի օրոք խաղաղություն կա, բան, նման կարծիքներ ես լսում եմ։ Ես համաձայն չեմ այդ կարծիքին հետ, ես կհավատամ, որ ժողովուրդը լավ հասկացած է, Հայաստանի ժողովուրդը, մանավանդ որ անցմագու խոսի, որ անտատ խոսումներ դված է եւ անգերդության հետ չնապատասխանած ժողովուրդը այս իշխանության ոչ մեկ Ճիշտին չի հավատար, գիտեք այսպեսի արագ մագա որ փոքրադենը մեկը մինչև վերջ քայլ կգան չէ, միշտ կխապե, վերջին անգամ իսկական քայլ կգան չէ, բայց մեկը չի հավատար եւ քայլը կա եւ հավերը գուտե։ Այսօրվա իշխանությունն իս եթե ճիշտ խոսի, ոչ մեկ իրեն չի պիտի հավատա։ Շատ բարձ օրինակ պիտի բերեմ, երկրորդ համաշխարհային պատերազմին appeasement կսեն Չեմբերլենը կհիշեք, եթե գնաց թուղթը այսպես բարձր որ Հիտլերին հետ միասին խաղաղություն կընկերը Չեքիայի մեկ մասը հանձնեց, մինչև որ հասան Լեհաստան, համաշխարհային պատերազմը սկսավ, սակայն նացիստական Գերմանիան շատ ավելի ուժեղ էր։ Ժողովուրդը հասկացած է, որ օր պատերազմը շատ ավելի կմոտենա։ Ինչքան մենք մեր դիրքերը գզիչենք, ինչքան մենք կթույլանանք, որովհետեւ հաջորդ դեպքում նորեն 100 տարվա առաջվա բանին գվերտանամ եթե գուզեք ժողովուրդը հասկացած է որ ինչքան որ մենք գիտենք մեր դիրքերը ինչքան որ մենք վիզը գծենք պատերազմը ավելի կմոդեցնենք որովհետև ավելի հեշտ կլա օր եթե Ալիևը պիտի հարցակի ավելի իր կինը ավելի նվազ աժամբիլա տանկ պիտի նստի եւ օրը պիտի կա որ շատ ավելի հեշտ պիտի հարցակի եթե այսպես շարունակենք Հարցադրություններս մի հատ օրինակ պիտի դամ մի հատ բարոն Սասունյանը շատ խելացի բան ասավ գներեք որ մեջ բերեմ ասա որ Հայաստան հիմա մեկ բան պիտի դնե պիտի զինվի իր ամբողջ բայց ասում է զինվում ենք զենք զինամը թեժքան մայիսի 28-ին ցուցադրության կհանենք որ ժողովուրդը տեսնեն արդյոք բայց եթե վաղային Ալիևը ասել որ այդ զենքը ինչ համար է այդ զենքը պիտի հանես պիտի կամեզի պիտի ասել որ չէ ժողովուրդ այդ զենքերը որ ցուցադրեմ գնա որ պատերազմի հանե Երաշխիքունի կո այդպես սինար չի բադայել որ մեզիկա վարչապետը ասե որ եսեք ժողովուրդ այո զինվում ենք սակայն Ալիևը ինձ հետ միասին հստակ բանջ դրա որ զենքերը պիտի վերցվին չէ դե գահարցակի մենք ինչի եւ ես խաղաղությունը բրգրում այդ զենքերը հետ վերցրի էդի գլինի չէ չի լինի ծեր գարձիկով հնարավոր սցենար է եղած է չէ մի քանի անգամ այդպես սցենարներ ուրեմն այսպեսով մենք չենք կնալ շարունակել մենք պատերազմեն չենք խուսափում վիզը դալով մենք պատերազմը մեր վրա ավելի ենք օդեստում ուղղակի դու մի հատ սկա թուլը կփանաս Պատուանը կփանաս կովդ նստած է եւ ուզում ես խաղաղություն քիրքդ նստած է բայց որովհետեւ եթե իրենք վերընտրվում են այդ սահմանազատում կոչվածը շարունակվելու է այսինքն մենք նորից գյուղեր ենք զիջելու թշնամուն իրենք էլ ասում են մենք էլ Արցախաշենն ենք հետ բերելու կտեսնեք հետո
Սահմանադրությունը փոխելու են անկախության հռչակագիր Արցախ բան բոլորը հանում են, մաքրում են։ Ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը օրակարգում է։ Այո։ Հիմա տեսակ, որ ժողովուրդ ջան, ընտրելով Նիկոլ Փաշինյանին, ինչ նոր արհավիրքների առաջ ենք մենք կանգնելու։ Այսքան բանից հետո գնալ այդ մարդկանց ձայն տալը իմ կարծիքով հանցագործություն է։ Մասաշիզմ է։ Այո։ Այսինքն մենք մեր ձեռքով ոնց որ մեր տունը քանդենք, բայց մյուս կողմից էլ նայում ես, իրեն ձեռքի տակ կա մի ամբողջ պետական ապարատ։ Ոնց ուզում օգտագործում են, հիմա որ գնում են այդ քարոզարշավն անում են կարող է ՔՊ-ի փողերով են անում, չէ, մեր բյուջեի փողերով են անում ամեն ինչ։ Շռայլորեն լավ ծախսում են, իրենց համար դահլիճներ են վերցնում, գնում են, վերջում ելույթներ են ունենում, ուտել, խմել եւ այլն, իրենք քանի որ միշտ ստամոքսով են մտածում, չէ։ Ուշ գնում է, մենակ նայում է ուտելիք կա, չկա, ուշքո միտքը ուտելն է Նիկոլի։ Լավ։ Եկեք այսպես բացատրեմ։ Լիբանանի մեջ ժամանակին մի հատ պատգամավորի հայ պատգամավորի էսի որ ընկեր Սուրիոյի հեղափոխությունը պիտի լինի մի քանի օր։ Խնդաց էստա որ Պետրոսը սա անգարելի է որ լինի Սուրիայի մեջ ամեն երկու հատի մի հատը շպիոն է։ Այսինքն ինչ կուզեմ ասել Եգիպտոսի, Լիբիայի, Սուրիայի, Իրաքի պես ուժեղ այդպիսի սովետ միության այդքան ուժեղ էին KGB-ները եւ այլն մի օր չի փլուզվեցավ բաղասունցավ վերջո փնության օրենքներն են որ դի վերջ կուկա չէ եւ մեր Հայաստանը ընդառաջ շատ ավելի արագ եթե դիկտատոր չէ օտորիտարիան է Հիմա դիկտատոր է հստակ կամ այդպես արդեն գողվին կոր ես կգարձեմ որ բանը շատ հասունցած է եւ իշխանություն հասկացած է շատ զսկուշ պիտի լա Թերևս Ալիևն հասկացած է որ շատ զսկուշ պիտի լա որովհետեւ այս իշխանության օրերը հավատացեք որ չեմ ուզել ասել գարջե սակայն 50 կոնե հավանականությունն որ այս իշխանությունը հերանա այնպես որ ամեն ինչ վերջ ունի եւ գնալով որ բա հասունցած է գնալով բա հասունցած չէ սակայն հավանականությունը որ գար ինչպես իշխանությունը 3 ամիս առաջ ինչպես կտեսներ կամ 6 ամիս առաջ որ բա հասունցած չէ դակամին Արմինե Սախոյանի նրածը մի հատ շատ կարևոր պատմական բան մռավ չեմ կիետ անդրադարձավ պատմական թուրմը բացավ այդ իր շարժումը եւ ժողովրդի ռեակցիան հաջորդ օրը մյուս դիգին Արմենիայի սկսվեց էլի դրանով ամբիսի հոսանք մգա որ իշխանությունը անոր պատրաստ չէր ժողովուրդը ուղղակի ընդվզած է փորփոքած է գները ասպարին որ դիվես չեմ սիրել վատ բարեր սակայն զզված է իշխանությանն զզված է չի հանդուրժեր չի գնար սիրել չի գալով մարսել այս իշխանությունը հասկացած է որ իր վիճակը շատ լուրջ է ամենից որ գրնալը շատ է վիդեո սկուշլա եւ անգամ ես կուզեմ ողջունել Արմեն Սախոյանին հանդուկուն կայլը որովհետեւ շատ կարևոր կայլը հրավ ինքը շատ կարևոր կայլը հրավ եւ հավատացեք որ ամբողջ աշխարհի մեջ ամեն ունեցին նույնիսկ օդար երբիներ բեդուչները ես գարձեմ որ աս բոլորը դեսան 400,000 հոգի դիրեց գարձեմ այդ վիդեոն չէ գարձեմ Սախոյանը ուրիշ վիդեո ծեր մոտ 200,000 Հիմա Պետրոս ջան դու քո խոսքում նշեցիր որ եթե անգամ իրենք այս ընտրական օրենսգրքով իշխանություն վերցնեն դրանից հետո գնալու են որտեվ պահը հասունացել շատ հավանաբար կանոնալու իսկ ինչ տարբերակով են գնալու ժողովուրդը ոտքի է կանգնելու փողոցով է գնալու Ինչպես որ իշխանությունը եկավ այս իշխանությունը ինչ ծավալ եկավ խաղաղ թավշյա այս իշխանությունն մի դերտա խաղաղ թավշյա բայց ոչ թուխով համարձակությամբ մենք ռուսական բարերով հեղափոխություններով կամ հեղափոխություններով գարիկի չունենք մենք ուզենք ասկային մենք ուզենք քիդագից եւ ժողովուրդը երթալեն վերջը ես կհավատամ որ պիտի երթա մի փոքր հորթոր անգամ եւս մի աջաբարեք տեսեք կոչերեն ազատելու համար Փաշինյանին պետք սակայն այդ հեղափոխությունը նախ Չեմ կիետ դատերկը գիշեք մերսի քեզ Փաշինյան Նիկոլ սա ուղղակի անհետետ է աբսուրդի ժանր է ասի գեսեն Հայաստանը որովհետև ինչի ժողովուրդը պիտի Փաշինյանին պիտի շնորհակալություն հայտնե ինքի ժողովրդի շնորհակալություն պիտի հայտնե որ իրեն իշխանությամբ երավ եւ ինքը պիտի չի կար ինձ եւ կպելը հիմա այդ աթորից պոկ չի գալիս ասում է իմն է ժողովուրդը ինձ դրել է այս աթորին ժողովուրդն էլ կորոշի պիտի գնամ թե պիտի չգնամ բայց ժողովուրդը դեռ նման որոշում չունի որ ես պիտի գնամ Բայց ժողովուրդը իրեն չի ընդրել, եթե տեխնիկն նայեք, իրեն 29.7 արա ընդրված է եւ չեմ գիտեր ատոր փոշատածին որքան է արած, այսինքն դերևս հավերեն 20 Երևանի ընդրության իշխանությունը որ 900 ցանով իզինքը գահանտուրժե, եթե այս իշխանությունը քիչ մը իզինքը գահարկեր, 109 ցաներով դու ինչպես կոյսոր դու քեզի գտնաս հանդուրժել Երևանի ավականույն դու քաղաքապետարան դառնաս, 109 ցաներով 900-ով Այսինքն եթե ոչ մինչև ընտրություններ, ապա ընտրություններից օրինակ մի քանի
ամիս, ինչ որը ժամանակ հետո արդեն ժողովուրդը ընդվզման պատրաստ կլինի Ժողովուրդը հավանաբար։ չի ընդունելու, որտեղ աս ներկա ընդրության օրենքը արդեն ժողովրդին գամքը չի արդացոլեր։ Ժողովուրդը չի գալու խանտոժելացի իշխանությունը։ Ժողովուրդը չեմ կարծել, որ պիտի ընդունի, որ նորգա տեխնիկական այսպիսի օրենքով անգամ եւս աս մղծավանց ապրենք։ Մենք ապրենք մղծավանց։ Չեմ խոսել ալ դնդեսականի մասին, որ ինք եկավ ցանկին մարդոց ցանկերը բարեր, անի մորցանք։ Բայց ասում է բացառիկ բան է տեղի Ինչ է ունեցել։ բացառիկ Տնտեսական բան աճ եղել։ ունենք Ոչ մի մենք։ բան։ Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ ներգաղթ է տեղի ունեցել, որտեղ մեր վիճակը Հնդիկները լավացել եկել է։ են։ Հնդիկները եկել են։ Հայերի ներգաղթ։ Լավ, լավ։ Կորձերը նույնն են։ Ես սրակրավոր եմ, ինչ որ է վիճակը նույնն է։ Ժամանակին հիներո անդեն գսենք որ կորձի ժամերը երգային են, աշխատավարձերը ցածր են կփողոքեինք։ Այդ խնդիրը լուծեց։ Ինչպես ամեն ինչ մեր օրվա իշխանությունը խնդիրը լուծեց։ Ոչ մեկը չի աշխատում, անկորդությունը գաղտնագետն է, խնդիրը լուծեց։ Ոչ ցածր աշխատավարձը, ոչ երկրանշամ, անկորդություն է։ Քննարկը բարձրանում էր, ասում էր դոլարը բարձրացավ։ Դոլարը ինքավ քննարկը բարձրանում է։ Բայց ժողովուրդը այս բոլորը տեսնում է։ Ինչ տնտեսական աճ։ Եթե 5000, 10000 տոշակը ավելցուցիր, պետական բարձը անկորդությունը քննարկը գներեք մի քիչ մը վերանամ։ Իմ ընկերս եկավ Ամերիկայեն, Միացյալ Նահանգներեն, որ աշխարհի ամենեն բարձր աշխատավարձներն են։ Սա ինչ է։ Սա ես 100 դոլարով Ամերիկայի մեջ սարնարանը երկու շաբաթ կլեցնեմ։ Սա 100 դոլարը գտնես որ գտերի գոր։ Ամերիկացի հայ։ Աշխարհի ամենեն բարձր գիներով երկիրն է։ Աշխատավարձ չի գա, կորդ չի գա, կորդի ժամերը երգային են։ Ժողովուրդը իրարու ադում է, եթե ժողովուրդը իրարու ադում է, տնտեսությունը չի դառնար։ Ինչի մասին է խոսում։ Ոչ տնտեսական ապահովություն, ես երբ որ եկա գադագով եմ ինգլիս կսեի չլինի այստեղ Թուրքիայով բավադիր։ Հիմա բիլեսեմ որ ես Սերժական եմ, Սերժին ռոպագանդ եմ անում, բաժական իրականությունն է։ Սակայն այն ադենը մենք չենք վախենում։ Դու գիտես եթե մեկ ամիս վերջը պատերազմ բիլա չէ։ Գիտես եթե վաղ պատերազմ բիլա չէ։ Ցավոք այդ բանը շատ է տարածված, որ եթե իր իշխանության դեմ ես, ուրեմն նախկիններից ես։ Պարտադիր այդ պիտակավորումը տալիս են բոլորին։ Քոչարյանը բիդի չառաջադրեր, խնդրեմ հրամեցեք։ Եվ արդեն ամփոփելով մեր զրույցը, Պետրոս ջան, փաստորեն այս տարիների ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, մեր երկրի վիճակը շատ ծանր է, որ իշխանությունն էլ կա, իր համար շատ դժվար է լինելու այս կոնկրետ ցեխից քաշել դուրս անել, էլի, այնքան այն մակարդակի են հավասարեցրել, որ հիմա քո կարծիքով այդ դեպքում ինչպես պետք է հաղթահարել այս վիճակը, համակարգային փոփոխություններով, ինչով, չգիտեմ, ես իմ կարծիքով շատ վատ կացության մեջ է լինելու հաջորդ իշխանությունը, որովհետև սրանք կոնկրետ ամեն բնագավառ կեղտոտել են։ Գերը խարխել են, 3 րոպե կուտակ։ Այո։ Այո, իհարկե, իրեն ժամանակը վերջացավ, բայց մի 3 րոպե սերզի պիտի խնդրեմ։ Առաջին անգամ, այո, եկող իշխանությունը շատ դժվար բիլա, սակայն առաջինը դեմեջ կոնտրոլ գսե։ Բալոն Սասունյանին բան դեր ստուդիոյին ասխոս կսա որ շատ կան դեմեջ կոնտրոլ։ Որևէ մեկը որ պիտի կա մենք վայրեջքի մեջ ենք Հերմինե, եւ շատ արագ վայրեջքի մեջ ենք։ Որևէ մեկը որ կա վայրեջքի պիտի չի կանգնեցնե, պիտի տանտաղեցնե։ Մենք 100 կիլոմետր մեկ վարյանով վայրեջքի մեջ ենք։ Նախ մի տանտաղեցնե, պիտի գամած մեկ։ Երկրորդ պիտի լինի զուտ փաստիարակչական զուտ արշավ Հայաստանի մեջ։ Մարդոց ուղեղիներու մեջ շատ սխալ վտանգավոր խաղապարներ կան։ Հայոց պատմությունը վերանալ գա։ 3 Այո, դպրոցներից սկսել են բոլոր ոլորտներում։ Կանգադում է ասում է, բաբա, ես ինչու հնդիկներուն 10 միսյոն անցյալդարի ես 100 10-ը, ես ինչու հնդիկներուն հին ասվածներում մասին խոսեմ։ Երրորդ, որը մեկ իշխանություն որ պիտի կա, բոլոր Հայաստանի քաղաքական տաշտի խնդիրն է ասի, ոչ թե իշխանություն, ասի բոլոր Հայաստանի քաղաքական տաշտի հանցանքն է։ Որևէ իշխանություն որ պիտի կա, պիտի աշխատի համատրությանը եւ սպիրկը ընդգրկելու։ Օրինակ մոդամ Պևերեն օրինակ, Արաբաբյանի նման դիվանագիտական ասվածը իրավունքին արդեն գործոս նախարար լինելու։ Էսի դրամապանական է։ Կամ բարոն Սեֆիլյանին պես մեկը պաշտպանության նախարար չի լար որտեղ երկհաղացի է։ Եվ ունենք մենք սպիրկի մեջ շատ ուժեղ մասնակիցներ։ Սակայն Հայաստանի Թուրքիներուժը չի օգտագործվում։ Ոչ մի կերպ։ Այո, սակայն ամենը մեծ հարվածը այս իշխանությունը տվավ։
այս սպյուրքը որտեղ գտեսնի եւ գահայդարան է սակայն կոնե նախկինորեն այսպես խոսքեր չեն գահայդարանը որ սպյուրքը մեր հարաբերությունները Թուրքիայի հետ միասին կսպառնա էսի ընդունելի է այսպեսի հանդգնություն այսպեսի խոսք ինչպես կանցնես տեսել ինչ վտանգավոր գաղափարներ կանցնե այս երեքի վրա լավ ժամանակ Էլ չենք ասում արտաքին մարտահրավերները Դա մի լուրջ խնդիր է որ պիտի դրա դեմ էլ պայքարել Մի օրինակ որ ինքը Բալոն Սինանյանը դրավ Բալոն Սինանյանը քիչ մյևս մի դերգարեմ հայ Սպյուրքի մեջ կուսակցությունը չի գա որ հանգրվանի մեջ իրեն պետականությունը չի մերժեց կամ որ այսօր միասին իրեն զինակցած են գմերժեն Բարոն Սինանյանը տեղնախարարությունը չնչեց եւ Բարոն Սինանյանը գարձե որ ինքը իշխանության տեխնատուն է կամ տեսփանն է Սպյուրքի մեջ տուն բոլոր Սպյուրքի մեջի Հայաստան ներկայացնողն է այս իշխանության նման ովը մեկ իշխանություն Սպյուրքի հարաբերություններուն հարված չդվավ ճիշտ է առաջին անովրաբի դա աշխատի Շնորհակալ եմ այսօրվա մարասկար Ես էլ եմ շնորհակալ սիրելի հայրենակիցներ չմոռանաք անպայման լայքել գրել մեկնաբանություններ եւ ձեր սոցցանցերի էջերում անպայման տարածել այս եթերը Այսքանով ավարտում ենք ցտեսություն առողջ եղեք